Գոյություն ունի մի հատկանիշ, որը քայքայում է քեզ, եւ ամենասարսափելին այն է, որ դու այն համարում ես քո առավելությունը։ Դա կոչվում է բարեհոգություն, հենց այն, ինչին քեզ սովորեցրել են մանկուց։ Եվ իր կամեցող, աջակցիր դիմացինին, մի մերժիր, մտածիր շրջապատի մասին, մի եղիր եսասեր։ Իսկ դու ջանում էիր ամբողջ ուժով։ Դու աջակցում էիր, երբ չէին պահանջում, համաձայնվում էիր, երբ ցանկանում էիր մերժել, նվիրում էիր, երբ ինքդ սուղ էիր ապրում, ժպտում էիր, երբ հոգիդ տանջվում էր։ Եվ գիտես, թե ինչ ստացար փոխարենը, ոչ սեր, ոչ հարգանք, ոչ երախտագիտություն։ Դու ստացար ընդամենը նոր պահանջ, հետո մեկ ուրիշը և էլի նորերը։ Որովհետև գոյություն ունի բարեհոգության մասին մի ճշմարտություն, որի մասին ոչ ոք բարձրաձայն չի խոսում, որը ճապոնացի իմաստուններն իմացել են դարեր շարունակ և որը դու կբացահայտես այսօր։ Անսահման կամեցողությունը դրական հատկանիշ չէ, այն շահագործման բաց հրավեր է։ Իմ անունը Հիդեո է, ես 69 տարեկան եմ։ Դրանցից 40-ը ես նվիրել եմ այն բանի ուսումնասիրությանը, ինչը Ճապոնիայում անվանում են ջիբուն նո միտի, վերադարձ դեպի ինքդ քեզ։ Եվ այս 40 տարվա ընթացքում ես ականատես եմ եղել միևնույն երևույթին անընդհատ։ Կամեցող անհատը նվիրում է ամեն ինչ, ստանում է ավելի քիչ և մի օր ընկնում է դեմքին ժպիտ, իսկ հոգում դատարկություն։ Այսօր ես կներկայացնեմ քեզ 5 դաս իրական բարեհոգության մասին, նվիրվածության ու ինքնաոչնչացման տարբերության մասին, այն մասին, թե ինչու ոչ բառը անտարբերություն չէ, այլ հարգանք։ Եվ ավարտին կլինի ամենակարևոր դասը, այն, որը փոխում է ոչ թե պահվածքը, այլ բնավորությունը։ Թույլ տուր մի պատմություն պատմել։ Մի ճապոնական ծովափնյա ավանում ապրում էր Դայկի անունով մի երիտասարդ դարբին։ Նա լավագույն արհեստավորն էր ամբողջ շրջանում։ Ձեռքերը ոսկի էին, հոգին բաց։ Նա երբեք ոչ մեկին չէր մերժում։ Համագյուղացիները խնդրում էին գութան կռել, նա կռում էր։ Խնդրում էին գործիքներ սրել, նա սրում էր։ Խնդրում էին պայտեր պատրաստել պարտքով, նա պատրաստում էր։ Ամեն օր արևածագից, մինչև մայրամուտ, նա աշխատում էր բոլորի համար, առանց մնացորդի։ Գիշերը նա վերադառնում էր իր կացարանը ուժասպառ, առանց միջոցների, առանց ժամանակի, իր սեփական օջախի համար, որը վաղուց վերանորոգման կարիք ուներ, սակայն շարունակում էր ժպտալ։ Համոզված էր, որ եթե բավականաչափ պիտանի լինի, իրեն կգնահատեն։ Մի առավոտ նա պարզապես չկարողացավ արթնանալ։ Օրգանիզմը հանձնվեց, մեջքը, բազուկները, ամեն ինչ։ Նա պառկած սպասում էր։ Ենթադրում էր, որ հիմա կայցելեն նրանք, ում ինքն աջակցել էր, սնունդ կբերեն, կհետաքրքրվեն իր որպիսությամբ, ոչ ոք չեկավ։ Երրորդ օրը նրան այցելեց թեյի արարողության մի ծեր վարպետ, իմաստուն մի անձնավորություն, ում ավանում անվանում էին պարզապես սենսեյ։ Նա նայեց Դայկիին, նրա դատարկ կացարանին, նրա հոգնած բազուկներին և հարցրեց միայն մեկ բան. Դայկի, դու ամուր գործիքներ ես կրել ողջ ավանի համար, ցույց տուր ինձ քո սեփական գործիքները։ Դայկին խոնարհեց հայացքը, նրա դարբնոցը ավանում միակն էր, որ ուներ, կոտրված սոտրված սալ, ժանգոտված մուրճեր և քանդված հնոց։ Սենսեյը նստեց կողքին, մի բաժակ հեղուկ լցրեց և մեղմաձայն արտասանեց. Դարբինը, որը չի կոփում իր սեփական գույքը, վատ արհեստավոր է։ Ոչ թե այն պատճառով, որ անկարող է, այլ քանի որ չի գնահատում իր սեփական տաղանդը։ Դայկին երկար լուռ մնաց, ապա հարցրեց. Վարպետ, միթե դիմացինին աջակցելը սխալ արարք է։ Ճիշտ է, արձագանքեց Սենսեյը, սակայն միայն նա կարող է հեղուկ հյուրասիրել մերձավորին, ով ինքը դրանից ունի, քանի որ դատարկ սափորը ոչ մեկի ծարավը չի ագեցնի։ Առաջին կետ. Ճապոնացիներն այն անվանում են ջիբուն մաս, ինչը նշանակում է նախ ինքդ քեզ պետք է խնամես, ոչ թե եսասիրությունից դրդված, այլ խելամտությունից։ Ճապոնական ավանդույթի համաձայն, մարտիկը երբեք մարտադաշտ չէր գնում քաղցած, ոչ թե այն պատճառով, որ մտածում էր միայն իր մասին, այլ քանի որ գիտակցում էր, որ քաղցած մարտիկը անպիտան պաշտպան է։ Նա չի փրկի ոչ մեկին, որովհետև ինքը վայր կընկնի բոլորից շուտ, իսկ դու նույն այդ մարտիկն ես։ Եվ նրանք, ում դու ձգտում ես պաշտպանել ու թիկունք լինել, քո կարիքն ունեն ամուլ վիճակում, այլ ոչ թե հյուծված։ Ամեն անգամ, երբ դու նվիրում ես դատարկությունից, դու չես աջակցում, դու պարզապես կործանում ես ինքդ քեզ մի փոքր ավելի արագ։ Գործնականում գոյություն ունի մի հարց, որն արժե տալ ինքդ քեզ աջակցության յուրաքանչյուր խնդրանքից առաջ։ Ունեմ ես արդյոք հիմա որևէ բան տալու, թե ես կիսվում եմ դատարկությունից։ Այս հարցի անկեղծ պատասխանը խելամիտ բարեհոգության մեկնարկն է։ Սակայն ահա թե ինչը մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում, քանի որ նրանք կարծում են, թե բավական է միայն տիրապետել այս սկզբունքին։
Իրականում տեղեկացվածությունը չի ձևափոխում պահվածքը, այն ձևափոխում է միայն այն բանի գիտակցումը, թե ինչու ենք մենք առհասարակ հայտնվում այս ծուղակում։ Երկրորդ կետ. Ինչու են կամեցող մարդիկ թույլ տալիս իրենց շահագործել, ոչ թե այն պատճառով, որ անխելք են, ոչ թե այն պատճառով, որ անկարող են, այլ որովհետև նրանց հոգում բնակվում է մի համոզմունք, լուռ, արմատացած եւ հաճախ անգիտակից։ Եթե ես լինեմ բավականաչափ պիտանի, ինձ կգնահատեն, իսկ այս համոզմունքը ձևավորվում է մանկության տարիներին, երբ մանուկը խրախուսանք էր վաստակում աջակցության դիմաց եւ չէր վաստակում մերժելու դեպքում, երբ լսում էր խելոք երեխա արտահայտությունը, երբ ենթարկվում էր, եւ դու եսասեր ես արտահայտությունը, երբ հրաժարվում էր։ Ժամանակի ընթացքում սա վերափոխվում է մեխանիզմի, ինքնաբերական եւ ազդեցիկ, որը հուշում է, որ քո արժեքը քո պիտանելիության մեջ է։ Որքան առատ ես նվիրում, այնքան առավել շատ են քեզ գնահատում, որքան սուղ ես տալիս, այնքան ավելանում է վտանգը լքված լինելու, եւ անհատը սկսում է համաձայնվել ոչ թե կամեցողությունից դրդված, այլ տագնապից, սիրված չլինելու տագնապից, մերժված լինելու տագնապից, բավականաչափ լավը չգտնվելու տագնապից։ Ճապոնական իմաստասիրության մեջ սա անվանում են օմայարի նո կագա, հոգատարության ստվերոտ կողմը, երբ դիմացինի մասին հոգ տանելը վերածվում է սեփական հոգում տագնապը խլացնելու միջոցի։ Թույլ տուր ներկայացնել մի դեպք, որը մեր ուսումնարանում պատմում են երիտասարդ սաներին, ուր ապրում էր մի ուսուցիչ, որն ուներ 2 հետևորդ։ Առաջինը միշտ աջակցում էր բոլորին, երբեք չէր հրաժարվում, միշտ ենթարկվում էր, անընդհատ ժպտում էր, իսկ երկրորդն աջակցում էր, սակայն միայն այն ժամանակ, երբ ի վիճակի էր, երբեմն հրաժարվում էր եւ միշտ պարզաբանում էր ինչու։ Մի առավոտ ուսուցիչը հարցրեց բնակիչներին, թե 2 հետևորդներից որին են նրանք առավել վստահում, եւ բոլորն առանց բացառության նշեցին երկրորդին։ Ինչու, զարմացավ առաջին հետևորդը։ Չէ՞ որ ես ձեզ առավել շատ եմ աջակցել, իսկ բնակիչներից մեկը անկեղծորեն պատասխանեց, որովհետև մենք երբեք չէինք կռահում, արդյոք դու փափագում ես աջակցել, թե պարզապես անկարով ես հրաժարվել, իսկ դրանք տարբեր երևույթներ են։ Ահա թե որն է ճշմարտությունը, որը ցավալի է իմանալ, քանի որ երբ դու համաձայնվում ես տագնապից դրդված, մարդիկ դա նկատում են, նրանք չեն վստահում քո հաստատմանը, որովհետև չեն գիտակցում, արդյոք այն անկեղծ է։ Նրանք չեն արժևորում քո աջակցությունը, քանի որ տեղյակ են, որ դու անկարով ես հրաժարվել։ Քո համաձայնությունն արժե ճիշտ այնքան, որքանով հնարավոր է քո մերժումը։ Գործնականում կարող ես փորձարկել մեկ առաջադրանք, վերհիշիր վերջին 3 դեպքերը, երբ դու ինչ-որ բանի հետ համաձայնվել ես, եւ անկեղծորեն խոստովանիր ինքդ քեզ, դա դրական պատասխան էր աջակցելու ձգտումից, թե հաստատում հրաժարվելու տագնապից։ Մի քննադատիր ինքդ քեզ, պարզապես արձանագրիր դա, որովհետև միայն արձանագրելով է հնարավոր վերափոխել պահվածքը։ Սակայն ահա թե ինչ է տեղի ունենում, երբ անհատը վերջապես գիտակցում է դա եւ վճռում է փոխվել։ Նա բախվում է ամենասարսափելի պահի հետ, առաջին հրաժարման պահի հետ, եւ հենց այս կետում են մարդկանց մեծամասնությունը կանգ առնում։ Երրորդ կետ. Ոչ բառն անտարբերություն չէ, եւ թեև մարդկանց մեծամասնությունը խուսափում է այն արտասանել, ենթադրելով, որ մերժումը նշանակում է անհարգալից վերաբերմունք, որ մերժումը կկործանի կապերը կամ նրանց կդարձնի վատ անձնավորություն։ Դա կեղծիք է, որը ներշնչել է անվերջ համաձայնության միջավայրը։ Ճապոնական մարտարվեստում գոյություն ունի քյոկայի հասկացությունը, սահմանագիծ, որը ոչ թե պատնեշ է, որն անջատում է քեզ շրջապատից, այլ այն գիծն է, որը հստակեցնում է, թե որտեղ ես դու եւ որտեղ է սկսվում դիմացինը։ Առանց այդ գծի դու գոյություն չունես, կամ միայն ուրիշների ցանկությունների արտացոլանք, եւ մարտիկ առանց սահմանների մարտիկ չէ, նա սպասարկող է, ով ձևանում է որպես ռազմիկ։ Դայկին, Դարբինն իմ պատմությունից, մի առավոտ արթնացավ դանդաղ, մեծ դժվարությամբ, եւ երբ առաջին ծանոթը մոտեցավ խնդրանքով, նա կյանքում առաջին անգամ արտասանեց. մերժում եմ, այսօր ի վիճակի չեմ։ Նա դա արեց պարզապես հանգիստ, առանց ագրեսիայի, առանց երկարաշունչ պարզաբանումների, իսկ ծանոթը զարմացավ, հեռացավ եւ ինքնուրույն կռեց իր գործիքը, տարիների ընթացքում առաջին անգամ։ Դայկին կանգնած հետևում էր դրան ու մտորում, նա ընդունակ էր դրան անընդհատ, նրան պարզապես պետք չէր ընդունակ լինել, քանի դեռ կայի ես։ Սա հենց այն ամենաարժեքավոր բացահայտումն է, որը ծնվում է առաջին մերժումից հետո, որ տիեզերքը կանգ չի առնում, եւ մարդիկ ելքեր են գտնում։ Պարզվում է, որ նրանք միշտ էլ կարող էին ելքեր գտնել, նրանց պարզապես դա պետք չէր։
Երբ դու միշտ դրական ես արձագանքում, դու չես աջակցում մարդկանց դառնալ ավելի անկախ։ Դու նպաստում ես, որ նրանք մնան անօգնական։ Դու զրկում ես նրանց կոփվելու հնարավորությունից։ Իրական կամեցողությունը երբեմն նշանակում է հնարավորություն ընձեռել անհատին հաղթահարելու ամեն ինչ ինքնուրույն, ինչը ճապոնացիներն անվանում են միսերուայ, այսինքն ջերմություն, որը ցույց է տալիս ուղին, այլ ոչ թե ջերմություն, որը կրում է իր ուսերի վրա։ Գործնականում փորձիր մեկ հստակ մեթոդ։ Առաջիկա 3 օրվա ընթացքում գտիր մեկ պահանջ, որը դու սովորաբար իրագործում ես ինքնաբերաբար, եւ արտասանիր։ Ոչ, ընդամենը մեկ անգամ, հանգիստ, առանց մեկ նախադասությունից ավելի պարզաբանումների, եւ հետևիր, թե ինչ տեղի կունենա։ Ամենայն հավանականությամբ ոչ մի արտարոց բան չի լինի, աշխարհը չի փլուզվի, կապերը չեն կործանվի, պարզապես կձևավորվի քո սեփական տարածքը։ Սակայն ահա թե ինչ է տեղի ունենում այն բանից հետո, երբ դու սկսում ես մերժել, որովհետև մարդկանց մեծամասնությունը նկատում է մի անսպասելի բան։ Նրանք, ովքեր նախկինում շահագործում էին իրենց, սկսում են վերաբերվել նրանց բոլորովին այլ կերպ։ 4-րդ կետ. Հարգանքը չի գնվում բարեհոգությամբ, եւ սա հակասում է այն ամենին, ինչ մեզ ուսուցանել են նախկինում։ Մեզ սովորեցրել են եղիր կամեցող, եւ քեզ կգնահատեն ու կմեծարեն, աջակցիր եւ փոխարենը կստանաս ակնածանք։ Սակայն անկեղծորեն վերլուծիր քո անցյալը։ Արդյոք որքան շատ էիր ենթարկվում, որքան առատ էիր աջակցում, որքան հազվադեպ էիր մերժում, քեզ ավելի շատ էին արժևորում, թե քեզ պարզապես դիմում էին թարմ պահանջներով։ Ճապոնական մշակույթում գոյություն ունի իկկա հասկացությունը, արժանապատվություն, որը ոչ գոռոզություն է, ոչ էլ մեծամտություն, այլ սեփական արժեքի ներքին զգացողություն, որը կախված չէ շրջապատի գովասանքից։ Իկկայով օժտված անհատը աջակցում է, երբ ցանկանում է, եւ հրաժարվում է, երբ անհրաժեշտ է։ Նրա դրական արձագանքը հնչում է որպես նախընտրություն, այլ ոչ թե որպես հանձնվում, եւ հենց այդ պատճառով նրան մեծարում են։ Բնության մեջ գործում է անխախտ կանոն, որ այն, ինչ հեշտությամբ է տրվում, չի արժևորվում, իսկ այն, ինչ հազվադեպ է եւ ջանքեր է պահանջում, դասվում է շատ բարձր։ Քո աջակցությունը հեղուկի պես է, քանի որ եթե հեղուկը չափազանց առատ է, այն վերածվում է հեղեղի եւ ավերում է։ Իսկ եթե հեղուկը ճիշտ այնքան է, որքան պահանջվում է, այն կենսունակություն է հաղորդում։ Դայկին առաջին մերժումից մի քանի շաբաթ անց նկատեց մի տարօրինակ երևույթ, երբ նույն այն ծանոթները, որոնք նախկինում ընդունում էին դրա աջակցությունը որպես պարտականություն, այժմ շնորհակալություն էին հայտնում, երբ նա թիկունք էր կանգնում։ Նրանք դա անում էին անկեղծորեն, հակնածանքով, որովհետև այժմ գիտակցում էին, նա աջակցում է ոչ թե այն պատճառով, որ անկարող է մերժել, այլ որովհետև նախընտրում է օգտակար լինել, եւ դա վերափոխեց ամեն ինչ։ Գործնականում արժե իրագործել մեկ վերլուծություն, վերհիշելով քո շրջապատի այն անձանց, ում դու առավելագույնս ես գնահատում։ Ամենայն հավանականությամբ դրանք այն մարդիկ են, ովքեր ընդունակ են հրաժարվել, ովքեր արժևորում են իրենց ժամանակը, ովքեր աջակցում են, բայց ոչ բոլորին եւ ոչ անընդհատ։ Եվ սա պատահականություն չէ, սա օրինաչափություն է։ 5-րդ կետ. Իրական բարեհոգությունը սկսվում է ինքդ քեզնից, եւ թեև սա հնչում է որպես եսասիրություն, ես տեղյակ եմ, սակայն լսիր մինչև ավարտը։ Ճապոնական տաճարներում հոգևորականները յուրաքանչյուր օր սկսում են միևնույն արարողակարգով՝ աղոթքից առաջ, խորհրդածությունից առաջ, ցանկացած գործից առաջ։ Նրանք հոգ են տանում իրենց մասին, լվացվում են, սնվում են, որին հաջորդում է մի քանի րոպե լռություն, եւ միայն դրանից հետո մնացած ամեն ինչ։ Նրանք դա անում են ոչ թե այն պատճառով, որ եսասեր են, այլ քանի որ տեղյակ են, հոգևորականը, որը հոգ չի տարել իր մասին, ի վիճակի չէ լիարժեք նվիրվել, նա իզորու է միայն նմանակել նվիրումը դատարկությունից։ Ջիբուն գայիչիբան նշանակում է նախ ինքդ քեզ, բայց սա չի նշանակում բացառապես ինքդ քեզ, սա նշանակում է սկզբում ինքդ քեզ։ Սկզբում հագեցիր, հետո կիսվիր, սկզբում վերականգնվիր, հետո աջակցիր, սկզբում հաստատիր ինքդ քեզ, հետո շրջապատին, եւ սա եսասիրություն չէ, սա խելամտություն է։ Սա գիտակցումն է այն բանի, որ դու ի վիճակի չես նվիրել այն, ինչ ինքդ չունես։ Դայկին իր պատմության ավարտին վերափոխվեց այլ դարբնի, ոչ պակաս կամեցող, սակայն առավել խելամիտ։ Նա նախկինի պես թիկունք էր կանգնում ծանոթներին, սակայն այժմ միայն երբ փափագում էր, երբ ուներ ժամանակ, երբ ուներ եռանդ, երբ դա իր նախընտրությունն էր, այլ ոչ թե ուրիշի պարտադրանքը։ Եվ նրա արհեստը կատարելագործվեց, որովհետև նա այն իրագործում էր լիարժեքությունից, այլ ոչ թե հյուծվածությունից։
Եվ իր դարբնոցը, այն նույն կոտրված սալով, նա վերջապես կարգի բերեց առաջին հերթին, քանի որ ըմբռնեց, որ դարբինը, որը չի կոփում իր սեփական գույքը, արհեստավոր չէ, նա պարզապես գործիք է ուրիշի ձեռքերում։ Թույլ տուր եզրափակել այն մտքերով, որոնք Սենսեյը, թեյի արարողության ծեր վարպետը, արտասանեց Դայկիին հեռանալուց առաջ։ Նա կանգնեց, վերցրեց ձեռնափայտն ու շեմին, շրջվեց եւ ասաց. Դայկի, դու վախենում էիր, որ եթե դադարես նվիրել, քեզ կդադարեն գնահատել, սակայն նկատիր, թե ինչ կատարվեց իրականում։ Նրանք, ովքեր արժևորում էին քեզ այն բանի համար, ինչ դու կիսում էիր, նրանք չէին գնահատում անձամբ քեզ, նրանք գնահատում էին այն, ինչ դու կիսում էիր։ Իսկ նրանք, ովքեր մնացին կողքիդ, երբ դու մերժեցիր, հենց դա էլ իսկականն է։ Դայկին լռում էր, իսկ Սենսեյը հավելեց, որ իրական կապվածությունը հնարավոր չէ վաստակել աջակցությամբ։ Այն կարելի է միայն ստանալ, մնալով ինքդ քեզ հավատարիմ։ Ոչ թե նրանով, ով միշտ ենթարկվում է, այլ նրանով, ով գիտակցում է, թե ինչ է փափագում, ինչի է ընդունակ եւ ինչի ոչ։ Ահա այն 5 դասերը, որոնք կվերափոխեն քո բարեհոգությունը։ Համար 1. Լցրու քո հոգին նախքան նվիրելը, քանի որ դատարկ սափորը ոչ մեկի ծարավը չի հագեցնի։ Համար 2. Նկատիր տագնապը քո բարեհոգության հետևում, քանզի տագնապից ծնված հաստատումը բարություն չէ, դա ինքնապաշտպանություն է ալտրուիզմի դիմակի տակ։ Համար 3. Արտասանիր մերժումը հանգիստ եւ առանց պարզաբանումների։ Տիեզերքը չի կործանվի, մարդիկ ելք կգտնեն, եւ քո դրական արձագանքը կսկսի արժևորվել շատ ավելին։ Համար 4. Ակնածանքը չի ծնվում անսահման ենթարկվելուց, այն ձևավորվում է ընտրություն կատարելու ունակությունից։ Համար 5. Իրական կամեցողությունը մեկնարկում է ինքդ քեզնից, ուստի նախ կոփիր քո սեփական գույքը, ապա աջակցիր շրջապատին, եւ սա կամեցողության ավարտը չէ, սա դրա սկիզբն է, այն իրական խելամիտ ուժի, որը սնուցում է, այլ ոչ թե հյուծում։ Խորիր ինքդ քո մտքում, արդյոք եղել է քո ուղու վրա մի պահ, երբ դու վերջապես արտասանել ես ոչ, եւ ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Մեկ դրվագ, աննշան կամ ճակատագրական, էական չէ։ Տիեզերքը միշտ արձագանքում է անկեղծությանը։ Ժպտա, եթե քո հոգու խորքում ապրող արհեստավորը վերջապես ուշադրություն դարձրեց իր սեփական օջախին։ Շարունակիր առաջընթացդ։ Առջևում դեռ բազմաթիվ իմաստուն դասեր կան այն մասին, թե ինչպես գոյատևել արժանապատվորեն, չոչնչացնելով ինքդ քեզ։ Խաղաղություն քո ճանապարհին։